Պարոն Մինասյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու եւ այստեղ Ամերիկայի ձայնում հյուրընկալվելու համար։ Վաշինգտոնում եք արդեն մի քանի շաբաթ Դոնալդ Ռամսֆելդի հիմնադրամի նախաձեռնած ծրագրի շրջանակներում մի քանի խոսքով ուղղակի ներկայացրեք, թե ինչ ծրագիր է, ինչ հանդիպումներ եք ունենում այստեղ եւ եթե կան այդպիսիք, ինչպիսի հետաքրքիր արդյունքներ արդեն իսկ կարող եք ամփոփել։ Այո, դա Ռամսֆելդ հիմնադրամի ծրագիրն է, որի շրջանակներում հնարավորություն կա մասնակցել տարբեր միջոցառումներն եւ Վաշինգտոնում եւ նաեւ Միացյալ Նահանգների այլ, ասենք, մասերում, նահանգներում, ասենք, Կանզաս, Միսսուրի, Ջորջիայում եւ մասնագիտական առումով ինձ համար բավական հետաքրքիր, որովհետեւ հնարավորություն է ընձեռվում նաեւ տեղի հետազոտական հիմնարկություններ, այդպես կոչված think tank-ների, համալսարանների եւ առանձին փորձագետների հետ հանդիպել, որոնք որ զբաղվում են նաեւ մեր տարածաշրջանով կամ ավելի լայն կտրվածքով, ասենք, հետխորհրդային կամ մերձավոր արևելքի, ասենք, շրջանով։ Եվ բնականաբար այդ հանդիպումները բավական լավ փորձ է մի կողմից հասկանալու եւ ընկալելու Միացյալ Նահանգներում այն, ասենք, կարծիքային մոտեցումները, որոնք որ կան մեր տարածաշրջանում, եւ դրա հետ մեկտեղ նաեւ որոշ առանձին փորձագետների կամ ինչ-որ հաստատությունների քաղաքականությունը մեր տարածաշրջանում։ Եվ բնականաբար մեզ համար հետաքրքրող թեմաներից մեկը այն է, թե նաև, ասենք, Թուրքիայի, Ադրբեջանի եւ դիվանագիտական ներկայացուցիչները եւ նաև հետազոտական կենտրոնները եւ առանձին փորձագետներ, որոնք որ անձնական կապ ունեն այդ երկրների հետ, թե ինչ ձևով փորձում են ներկայացնել մեզ հուզող խնդիրները, լինի դա Արցախյան հիմնահարցը, լինի դա ցեղասպանության խնդիրը, թե ավելի լայն կտրվածքով, ասենք, տարածաշրջանային զարգացումները։ Եվ այդ բոլորը բնականաբար բավականին լավ փորձ եւ բավականին լավ հնարավորություն է ներսից հասկանալ, թե ոնց է գործում DC-ին եւ ոնց է DC-ի այդ, ասենք, լծակները ազդում նաեւ Միացյալ Նահանգների քաղաքականության եւ հասարակական կարծիքի վրա։ Ռամսֆելդի եւ հիմնադրամը եւ Ռամսֆելդը ինքն, ինչպես գիտենք, նեոկոնսերվատիվների քաղաքական գաղափարախոսություն ներկայացնող գործիչ է։ Այս հանգամանքը, այսինքն Ջորջ Բուշի տարիների, այսպես քաղաքականության որոշողներից էր եւ ձևավորողներից էր, եւ ենթադրում եմ, որ ծրագիրը եւ ինքը հիմնադրամը նաեւ հենց այդ նույն գաղափարախոսությունը տարածելու տրամաբանությամբ է գործում։ Սա ինչ կերպ է ազդում, օրինակ, այն հանդիպումների վրա կամ այն մարդկանց, ովքեր ընտրվում են ձեզ հանդիպելու համար, ձեր կարծիքով ինչ մտածողություն են նրանք փորձում տարածել եւ ինչ են փորձում ձեզ մատուցել որպես ամերիկյան մոտեցում։ Բնականաբար դուք շատ ճիշտ նշեցիք, որ եւ ընդհանուր այդ կտրվածքը, ընդհանուր եւ կարելի ասել փիլիսոփայությունը այդ ծրագրի հանդիպումների, մարդկանց, ում հետ որ մենք հանդիպում ենք, կամ նույնիսկ միջոցառումները, որոնք որ առաջարկում են, ասենք, այցելելու, բնականաբար այդ, ասենք, կոնսերվատորներ եւ նեոկոնսերվատական հանրապետական այդ ուղղվածություն ունեցող մարդկանց հետ են մեծամասամբ նաև, ասենք, Պենտագոնի կամ պետդեպարտամենտի նախկին աշխատողները, որոնք որ 2000-ական թվականներին աշխատում էին եւ այդ թվում նաև բավականին կոնկրետացված մեր տարածաշրջանով։ Եվ հասկանալի է, որ այդ մարդիկ փորձում են ներկայացնել այն կարծիքները կամ այն մոտեցումները, որոնք որ ունեն եւ կիսում են եւ որի համար նաև իրանք հանդիսանում են ավելի այդպես կոչված ավելի ավանդական հանրապետական ուղղվածություն ունեցող քաղաքական գործիչներ կամ լրագրողներ կամ մարդիկ, որոնք աշխատում են այդ ոլորտում։ Ես կարծում եմ հենց այդ հանգամանքը նույնպես բավական հետաքրքիր է անձամբ ինձ համար, որտեղ լինելով, ասենք, վերլուծական գիտական, ասենք, բնագավառից չափազանց հետաքրքիր է հասկանալ նաև այդ, ասենք, ուղղվածությունը, չնայած որ ոնց որ ինձ թվում է բավականին զիջել է վերջի տարիներին եւ, ասենք, ազդեցությունը եւ այդ մարդկանց ներգրավվածությունը Միացյալ Նահանգների
եւ քաղաքական եւ վերլուծական մտքի վրա եւ մյուս ասենք կարևոր հանգամանք այն է որ ավանդական այդ ուղղությունը կիսող քաղաքական գործիչները կամ փորձագետները ունեին բավականին լուրջ եւ բավականին ես կասեի տրամաբանական իրանց տեսանկյունից կապեր ասենք թուրքական հետազոտական կամ Թուրքիայում բավականին մեծ փորձ ունեն եւ նաեւ ունեն ես կասեի բավական սպეციფიկ մոտեցում նաեւ Ռուսաստանի հանդեպ, որը որ տարբեր ձևով ածանցում է եւ նաեւ Հայաստանի Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված այդ տպավորությունների կամ կարծիքների վրա բավականին սպეციფიկ ձևով ազդում է եւ ես կարծում եմ նաեւ այդ թուրքական, ադրբեջանական կամ որոշ այլ, ասենք, խմբերի ներսից փորձել հասկանալ այդ մոտեցումները անձամբ ինձ համար ես կարծում բավական հետաքրքիր եւ նաեւ հետաքրքիր կլինի ընդհանրապես, ասենք, Հայաստանի վերլուծական քաղաքական, ասենք, ոլորտի ներկայացուցիչների համար կա կարծիք եւ ըստ էության որոշ առումով նաեւ հիմնավորված, որ այս խմբերը, որոնք որ կազմակերպում են հենց Ռամսֆելդի հիմնադրամի սկսած կազմակերպական մասից վերջացրած ծրագրի դիզայնի եւ հանդիպումների գերակայություն են տալիս էներգետիկ անվտանգության խնդիրներին, օրինակ, հա, ասենք Կենտրոնական Ասիա, հենց նույն ադրբեջանական նավթի եւ այլն։ Հա, այս տեսանկյունից մենք կարող ենք ասել, որ շատ առումներով հա գոնե շատ ընդհանրացված ասենք որ Հայաստանի կամ հայկական շահերը ավելի պակաս են ներկայացված այս խմբերում։ Ես կարծում եմ որ այդ ուղղվածությունը իսկապես գոյություն ունի եւ իրականում շատ քիչ մարդիկ կան որոնք որ ունեին ճակերտներում ասենք հակահայկական ինչ որ մոտեցումներ ելնելով գաղափարախոսական ինչ որ հանգամանքներից կամ ինչ որ սիմպաթիաներից ավելի շատ դա կապված է այն հանգամանքի հետ որ դա մարդիկ են որոնք որ 90-ականների վերջում եւ 2000-ականներին փորձում են իրագործեն այն նոր քաղաքականությունը, որ Միացյալ Նահանգները փորձում են իրականացնել կենտրոնական Եվրասիայում եւ հասկանալի է որ էներգետիկ եւ կոմունիկացիոն այդ հանգամանքը շատ կարեւոր է այդ մարդկանց համար, ինչպես նաեւ ես կասեի սառը պատերազմի որոշ չափով այն իներցիան, որը ընկալում էր Ռուսաստանին որպես դեր շարունակվող թշնամի եւ այդ կտրվածքում հասկանալի է որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական հարաբերությունները նույնպես այդ առումով բավականին նեգատիվ, չնայած որ ելի եմ ասում շատ ստերեոտիպային, ասենք պատկերացումներ ունեն այդ շատ մարդկանց մոտ։ Մյուս կողմից ինչ նույնպես կարևոր է լուրջ փորձագետները, որոնք որ աշխատում են այդ ոլորտում, նաեւ ավելի պրագմատիկ են եւ միգուցե ցեղասպանության հետ կապված կամ ինչ որ հայ-ռուսական հարաբերություններ ունեն կլիշեական այդ մոտեցումները, բայց ունեն բավականին հստակ եւ բավականին ստապ մոտեցում, ասենք հնարավոր ռազմական գործողություններ չվերսկման առումով։ Եվ այստեղ բոլոր լուրջ փորձագետների կողմից եւ կամ նախկին պաշտոնյաների կողմից այդ հանգամանքը բավականին հստակ երևում է, որովհետեւ այն պրագմատիզմը, որը ավանդական կա հանրապետականների մոտ, նաեւ դրդում է ունենալ այս հարցում ավելի լուրջ եւ բավականին, ասենք, պրագմատիկ եւ բավականին ես կասեի նպաստավոր մեզ համար մոտեցումներ, որովհետև հասկանալի է, որ պատերազմի չվերսկումը հանդիսանում է եւ նաեւ Միացյալ Նահանգների շարից բխող կարևորագույն հանգամանք Արցախյան հակամարտությունում եւ այդ հանգամանքը նույնպես պիտի մենք նկատի առնենք։ Կարող ենք ասել, որ ստատուս քվոն ըստ էության, այսպես լռելիային ընդունված միակ ձևն է, որով այս պահին գոնե Վաշինգտոնը համաձայնության է եկել այլ խաղացողների հետ տարածաշրջանում եւ ուղղակի հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ասենք նախագահ Օբամայի շնորհավորականում Սերժ Սարգսյանին բացի ամեն ինչից նշվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ կապված մի կետ, որը որոշ առումով իհարկե քննարկումները տեղին կամ անտեղին վերլուծությունների բան դարձան, բայց այնուամենայնիվ այս հանգամանքը ֆիքսվեց։ Սա կարող է նշանակել, ասենք ներկայիս վարչակազմի կողմից ակտիվացում Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացի Ես չեմ կարծում, որ համենայնդեպս այն բոլոր հանդիպումները, որոնք տեղի ունեցան այստեղ եւ նույնիսկ ադրբեջանցի
ասենք դիվանագետների հետ եւ նաեւ հնարավորություն եղավ միգուցե ես առաջի Հայաստանի քաղաքացիներից էի, որը որ հրավիրված էր նաեւ Ադրբեջանի դեսպանատան ասենք պրիոմին եւ այդ առումով կարամ ասեմ, որ նույնիսկ ասենք որոշ ադրբեջանական դիվանագետների մոտ այդ հանգամանքը արդեն ընդունվում է եւ որևէ ասենք լուրջ հակափաստարկներ ոչ ոք չի կարող առաջարկի, որ այդ ստատուս կվոն ինչքան էլ դժվար եւ ինչքան էլ ծանր նստի բոլոր ասենք հակամարտող կողմերի համար, բայց առաջինը չի հանդիսանում ինչ որ չկա որևէ հնարավորություն փոխելու ապագա մոտակա քաղաքական ինչ որ պերսպեկտիվայում եւ մյուս կողմից ոչ ոք չի կարող բացատրի թե ինչ կարան առաջարկեն այս ստատուս կվոյի փոփոխության փոխարեն, որովհետև հասկանալի է, որ այս պահին բանակցային գործընթացը ինչ որ կոմպրոմիսային հիմքի վրա գրեթե անիրատեսական է կողմերը պատրաստ չեն գնալ որևէ զիջումների, իսկ արտաքին ուժերի համար եւ առաջերտին բնականաբար Միացյալ Նահանգների համար Ղարաբաղյան հարցը հանդիսանում է մի փոքր, ես կասեի, գլխացավանք, որը որ իհարկե անհանգստացնում է, բայց համեմատած այլ էթնոքաղաքական կոնֆլիկտների ինչ որ լարվածության տարբեր կետերում ես դաժե կասեի ես նույնիսկ կասեի ոչ թե երկրորդական, այլ երրորդական, չորրորդական տեղ է զբաղեցնում եւ այդ առումով ընդհանուր առմամբ այդ ստատուս կվոն ընդունելի է եւ ադմինիստրացիայի համար եւ նույնիսկ ասենք փորձագիտական, վերլուծական հասարակական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչների համար եւ նույնիսկ մարդիկ, որոնք որ ասում են նրա մասին, որ պետք է ինչ-որ արագ փոփոխություններ այս դաշտում, ասում են դա ավելի շատ պարզապես արդարացնելով նաեւ իրանց գործողությունը, թե քան իսկապես հավատում են, որ կարան ինչ-որ մի ձևով ազդել այդ քաղաքականության վրա, որովհետև Միացյալ Նահանգների վերաբերմունքը ստատուս կվոյի նույնիսկ եթե դա հստակ չի հնչեցվում, բավականին ասենք պարզ է։ Ստատուս կվոն դա այդքան էլ հաճելի իրադարձություն եւ հաճելի իրավիճակ չի, բայց ավելի լավ իրավիճակ ոչ ոք չի կարող առաջարկել ոչ գերտերությունների համար, ոչ էլ նույնիսկ հենց կոնֆլիկտի մեջ ներգրաված կողմերի համար։ Վերջին հարց Վաշինգտոնի հետ կապված է, դուք ստացվեց այնպես, որ այն ժամանակահատվածում եւ երևի ոչ միայն այս ընդհանուր առմամբ այստեղ ապրելով ես այս process-ին հետևում եմ, չափազանց շատ քննարկումներ էին տեղի ունենում տարածաշրջանի վերաբերյալ եւ այդ քննարկումների մի մեծ մասում ակտիվորեն ներգրաված էին ադրբեջանցիները եւ կազմակերպում էին ադրբեջանցիները։ Հիմա հայկական ներկայությունը Վաշինգտոնում ավանդական սփյուռքի միջոցով է ավելի շատ դրսևորվում, չնայած դեսպանությանը եւ մեր փոքրաթիվ դիվանագետների ջանքերին, բայց ըստ էության Հայաստանի Հանրապետության այդպես շատ մեծ եւ լուրջ ներկայություն հնարավոր չի լինում անել։ Սա կարող է եւ ֆինանսական եւ այլ խնդիրներով պայմանավորվել, բայց կան օրինակ ոլորտներ եւ ուղղություններ, որոնցում ըստ ձեզ կարելի է առաջարկել արտգործնախարարությանը եւ մեր դիվանագիտական առաքելություններին ավելի ակտիվ լինել։ Այսինքն տեսնում եք օրինակ այդպիսի օղակներ, որտեղ մենք անելիք ունենք եւ դեռևս այս կամ այն պատճառով չենք կարողանում։ Ու առաջին ասեմ, որ չնայած որ մեր դեսպանությունը Վաշինգտոնում բավականին փոքրաթիվ է, բայց այդ ասենք հրապարակային միջոցառումներում ես իսկապես տեսա գերազանց աշխատանք մեր դիվանագետների, որոշ դիվանագետների, որոնք որ բավականին այդ փոքրամասնությունը ինչ որ կոմպենսացնում են մասնագիտական բավականին բարձր մակարդակի աշխատանքով։ Եվ դա հանգամանք։ Մյուս կողմից նաև ոնց որ դուք ասեցիք, սփյուռքի կառույցները բավական լուրջ դեր են խաղում եւ դա նաև որոշ չափով կոմպենսացնում է այն մյուս ասենք մյուս մասը աշխատանքի, որը ես դեռ կասեմ, որովհետեւ սփյուռքի կազմակերպությունները աշխատում են գլխավորապես կոնգրեսի եւ սենատի կոնգրեսի միջոցով տարբեր մակարդակներով եւ դա շատ հաճախ ավելի էֆեկտիվ կարա լինի, քան թուրքական եւ ադրբեջանական կազմակերպությունների բավականին թանկարժեք ես կասեի ինչ որ եւ բավականին մեծաքանակ միջոցառումները, որոնք որ իսկապես գրեթե ամեն մի շաբաթ տեղի են ունենում Վաշինգտոնում եւ փորձարվում եթե ոչ վերլուծական գիտական, ասենք
զանգվածը ինչ-որ մի ձևով շեղել կամ ինչ-որ մի ձևով ազդել, բայց գոնե հասարակական ինչ-որ կարծիքի վրա ինչ-որ մի ձևով ազդել։ Եվ դա մի հանգամանք է, որը որ իհարկե չափազանց մեզ համար ինչ-որ կարելի ասել մտահոգիչ է, բայց մյուս կողմից այն ավանդական ռեսուրսները, աշխատավոճը, որը որ ունի եւ Սփյուռքը եւ իհարկե մեր դեսպանատան հետ համատեղ, դա որոշ չափով կոմպենսացնում։ Բայց դա չի նշանակում, որ այն մյուս ոլորտի վրա մենք պիտի ուշադրություն չդարձնենք, եւ ես կարծում եմ այդտեղ ոչ միայն դա արտգործնախարարության խնդիրն է եւ ոչ միայն դա դեսպանատան խնդիրն է, այլ դա պետական մակարդակով այլ կառույցների ձևով պիտի արվի, որովհետեւ ասենք ադրբեջանցիների գործունեությունը կամ այդ միջոցառումները կամ աշխատանքը գրեթե միայն քիչ մասն է կատարվում դեսպանատան միջոցով։ Բավականին լուրջ դեր է կատարվում, լուրջ դեր են խաղում երկու կարևոր հիմնարկությունները, դա Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան եւ դա ռազմավարական հետազոտությունների կենտրոնը նախագահի առընթեր Ադրբեջանի, որոնք որ փորձում աշխատել այն դաշտում, որտեղ որ դիվանագետները պարզապես կարգավիճակով չեն կարող կամ կազմակերպել միջոցառումներ կամ չեն կարող մասնակցել ելնելով հասկանալի այդ սահմանափակումներին։ Եվ այդ հանգամանքը չափազանց մտահոգիչ է, եւ նաեւ այդ երկու կառույցները, հատկապես նախագահային առընթեր կենտրոնը, նաեւ ունեն հնարավորություններ Միացյալ Նահանգների, ասենք, օրենսդրության համաձայն նաև բավականին սերտ աշխատել նաև որոշ ասենք ֆոնդերի, որոշ կազմակերպությունների վրա, ես կարծում հասկանալի է թե ինչ միջոցներով, որը որ նույնպես ասենք դիվանագիտական հաստատություններին այդքան էլ հեշտ չի ասենք իրագործել լինելով ստեղ։ Եվ դա երկու ոլորտներն են, որտեղ որ ես կարծում եմ մենք պիտի փորձենք ավելի լուրջ ուշադրություն դարձնել, որովհետև մի կողմից իհարկե մենք ունենք բավականին էֆեկտիվ աշխատող եւ Սփյուռք եւ ունենք բավականին լավ աշխատող դիվանագիտական ներկայացուցիչ եւ նաեւ ունենք բավականին աճող եւ ասենք ապագայում բավականին լուրջ դեր խաղացող նաեւ փորձագիտական երիտասարդ մեր ասենք գործընկերները, որոնք որ հայազգի աշխատում են, սովորում են կամ պարզապես այս կամ այլ ասենք պատճառով գտնվում են Վաշինգտոնում եւ ներգրաված են հասարակական վերլուծական այդ աշխատանքի մեջ եւ ես կարծում եմ, որ պիտի պարզապես արդեն պետական մակարդակով փորձենք ինչ-որ եւ կամ կառույցների կամ որոշ արդեն գոյություն ունեցող կառույցների Վաշինգտոնում ներկայության կամ ավելի ակտիվ ներգրավության ձևով փորձենք նաև միավորենք եւ կոորդինացնենք այդ բոլոր իմ նշած ասենք օղակների, բոլոր նշած այդ ակտորների գործունեությունը եւ Ղարաբաղյան հարցում, եւ ցեղասպանության հարցում, եւ ընդհանրապես Հայաստանի որպես պետության եւ մեր տարածաշրջանում դեր խաղացող երկրի ավելի լավ ընկալմանը եւ ինչու՞ չէ նաեւ փորձելով ազդել ոչ թե եթե ոչ Միացյալ Նահանգների տարածաշրջանային քաղաքականության վրա, այլ գոնե այստեղ գոյություն ունեցող այդ գնահատականների ավելի իրատեսական եւ ավելի նպաստավոր անելու համար։ Վերադառնանք մեզ, վերջին նախագահական ընտրություններում արտաքին քաղաքականության տեսանկյունից մի կարևոր հակասություն կար, Լեռնային Ղարաբաղին առնչվող ընդդիմության ամենաշատ ձայները հավաքած թեկնածուն հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը իր համար առաջին գերակայություն է, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը հեռուստատեսության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ ըստ էության դավաճանություն անվանեց այսպիսի հնարավոր մոտեցումը։ Ըստ ձեզ Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ այս պահին տեղի ունեցող գործընթացի վրա։ Գիտեք, խնդիրը նրանում որ ցավոք սրտի այդ հարցը, որը որ ես կարծում եմ, ընդհանրապես վերջի մի քանի ընտրությունների ընթացքում արտաքին քաղաքականության, անվտանգության, Ղարաբաղի հարցի քննարկումները չափազանց մակերեսեն էին, որովհետև հասարակությանը Հայաստանում հուզում էին գլխավորապես սոցիալական, ներքին քաղաքականության հարցերը, այլ ոչ թե արդյունք արտաքին քաղաքականության հարցերը, որովհետև իրականում ես կարծում եմ, որ Հայաստանի հասարակության եւ քաղաքական վերնախավի մոտ կա, եթե ոչ լիովին կոնսենսուս, բայց գլխավոր հարցերի շուրջ կա ինչ որ ոչ այդ հաճախ հնչեցվող, բայց ինչ որ համաձայնություն։ Եվ միգուցե ճանաչման չճանաչման այդ հարցը եզակի մի խնդիրն է, որ այդ ընդհանուր ոլորտից անջատվում է։ Եվ ցավոք սրտի մենք չունեցանք լուրջ փորձագիտական
քննարկումներ եւ քաղաքական գործիչների եւ վերլուծական դաշտի կողմից այս հարցին եւ եղան միայն այդպես կոչված statement-ներ, միայն հայտարարություններ, որովհետեւ երկու կողմից իդեպ, որովհետեւ զբաղվելով այս հարցում ես կարծում եմ, որ այս խնդրի օգտագործումը տարբեր ձևով կարա չափազանց էֆեկտիվ լինի մեր, ասենք, արտաքին քաղաքական զինանոցում, որովհետև մի կողմից չճանաչելը հանդիսանում է բավականին լուրջ էֆեկտիվ զսպման միջոց Ադրբեջանի, որովհետև այն դիրքորոշումը, որ Հայաստանը ունի այս հարցում, հանդիսանում է, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հենց եթե Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ, եւ դա գործումը աշխատում է որպես այդպես կոչված ոսկյա փամփուշտ, որը որ դու կարաս օգտագործես վերջի պահին եւ ասենք քաղաքական տեսության մեջ բավականին հստակ տեղավորում է այն գաղափարի մեջ, որ ամենալավ, ասենք, ամենաէֆեկտիվ, ասենք, սպառնալիքներն է այն սպառնալիքները, որոնք որ դու ստիպված ես օգտագործելու։ Եվ քանի որ այդ սպառնալիքը մենք ունենք եւ բավականին էֆեկտիվ ազդում է Ադրբեջանի վրա, մենք կարանք դա ազդում է արդյոք։ Ես կարծում եմ ազդում է եւ շարունակելով պարզապես միտքը, նաև խնդիր կա նրանում, թե արդյոք ինչ-որ մի բան իսկապես կփոխվի, ասենք, եթե մենք ճանաչենք, այսինքն, եւ եթե որևէ այլ երկիր չճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ փաստորեն մենք այն by default, ասենք, իրավիճակը, որ Մինսկի խմբի շրջանակներում կա, երբ որ մենք ավելի կարելի ասել դրական մոտեցումներ ունենք, մենք նույնիսկ ձևական Ադրբեջանի շնորհիվ այդ կոնստրուկտիվիզմը կարանք ցույց տանք եւ դա քանդել ավելի ռադիկալ քայլերի եւ արդյունքում մենք կարանք ոչ մի բան չստանանք, պարզապես ավելի կբարթանան, ասենք, հարաբերությունները Մինսկի խմբի շրջանակում։ Դա չի նշանակում, իդեպ, որ մենք պիտի չօգտագործենք այդ գաղափարը, որովհետեւ նաեւ կա ուրիշ, եթե փորձենք ուրիշ տեսանկյունից նայենք, ճանաչումը կարա էֆեկտ ունենա եւ կարա ուժեղացնի Հայաստանի դիրքերը, եթե մենք համոզված լինենք, եւ դա ամենակարևոր, ասենք, իմաստն է ճանաչմանը վերլուծական առումով, եթե մենք իմանանք, որ եթե մենք կճանաչենք եւ Ադրբեջանը երկրորդ օրը պատերազմ չի սկսի, ապա ճանաչելը դա իհարկե չափազանց կնվազեցնի Ադրբեջանի ռազմական ռիտորիկան եւ ռազմական սպառնալիքներ օգտագործելու հնարավորությունը։ Կարծում եմ կհամաձայնվեք, չէ, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու համար դա չէ, որ շարժառիթ պիտի դառնա, այսինքն արկածախնդրություն կլինի միայն թիմքով պատերազմ սկսել։ Իհարկե, բայց մենք էլ հնարավորություն էլ պիտի չտանք եւ պիտի Ադրբեջանին մի իրավիճակի մեջ գցենք, երբ որ Իլհամ Ալիևը, այդ թվում նաեւ ելնելով ներքաղաքական ինչ որ խնդիրների, չզգա թե ինքը անկյունի մեջ է փակվել եւ այլ ընտրանք չունի, քան գնալ հետագա սրացման։ Իրականում հասկանում եք, որ այս խնդիրը ամենակարևոր խնդիրն է, որ իսկապես բավականին երկար եւ բավականին լուրջ փորձագիտական, ասենք, քննարկումներ պիտի լինի։ Հենց այդ գաղափարը։ Վաշինգտոնյան այն շրջանակները եւ փորձագիտական հայկական, հա, ովքեր պնդում են, որ ճանաչումը կարեւոր է, մի քանի փաստարկ են բերում, ասում են հստակություն մտցնեն խնդրի մեջ։ Այսպես թե այնպես բոլորը արդեն գիտեն, բայց հստակություն չկա։ Չճանաչելու խնդիրը դրված էր եղել պատմական այլ ժամանակահատվածում, այսինքն պատերազմական իրավիճակ էր եւ զսպման խնդիրներ կար եւ սա էր պատճառը, որ չենք ճանաչում։ Այժմ այս իրավիճակը չկա։ Երրորդ, մենք արդեն 5-րդ նահանգն ենք ունենում Միացյալ Նահանգների, որը օրենսդրի մակարդակում Լեռնային Ղարաբաղ է ճանաչում, այսինքն մենք կարծես թե արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանը խնդիր է դրել Ղարաբաղի ճանաչմամբ զբաղվել, հա, ունենք Ղարաբաղի ներկայացուցիչ այստեղ եւ այլն։ Եվ ստացվում է, որ ըստ էության տրամաբանական փաստարկ կա նրա, որ ինչու պիտի որևէ երկիր ճանաչի, եթե Հայաստանը նույնիսկ չի ճանաչել Ղարաբաղ։ Այսինքն կան հստակ փաստարկներ, թե ինչու այդ ճանաչումը ինչ կարող է բերել։ Կարծես թե որոշում չի կայացվում այս կապակցից, այս տեսանկյունից եւ ավելին ասեմ, որ ներկայիս վարչակարգը ըստ էության ուղիղ ասում է, որ դա պատերազմի սկիզբ կլինի, հիմա թողնենք մի կողմ դա պոպուլիզմ է, թե պոպուլիզմ չի, ինչ որ քաղաքական գործիչներն ասում են այն հայտարարությունները, որոնք պիտի ասեն որպես քաղաքական գործիչ, հասկանալի է, բայց գիտեք, կան նաեւ հակափաստարկներ, որից ամենակարևորը եւ որի պատասխանը ես կարծում եմ ոչ Երևանում
չգիտեն, ոչ Բաքվում եւ նաեւ այլ տեղերում, որովհետեւ ոչ ոք չի կարա մեզ երաշխավորի այն հանգամանքը, որ ճանաչման դեպքում Իլխամ Ալիևը այդ ռացիոնալ մտածելակերպի շրջանակներում պիտի գործի եւ ինքը չի ընդունի դա որպես մի իրավիճակ, երբ որ հողը գնում է իրավոտերի տակից եւ ինքը ստիպված է գնալու մի քայլին, որ ինքը որ միգուցե նույնիսկ չի ցանկանում դրան անել եւ դրան գնալ, բայց ստիպված է լինելու այդ քայլին։ Դա է ամենագլխավոր խնդիրը, որի պատասխանը մենք չունենք, չնայած որ կարանք բավական երկար փորձագիտական, ասենք, քննարկումներ անենք եւ պիտի անենք եւ այդով նաեւ բաց քննարկումներ, որովհետեւ եթե իհարկե, ասենք, ես զբաղվում եմ այդ անվտանգության եւ ռազմական առումով, դրա համար միգուցե, ասենք, տեսական առումով կարամ խոսեմ այդ հարցերի շուրջ, եթե մենք համոզված լինենք, որ առաջինը Ադրբեջանը չի վերահսկի ռազմական գործողությունը, ապա իմաստ կա ճանաչելու։ Երկրորդը, եթե մենք համոզված լինենք, եթե որ Ադրբեջանը կսկսի ռազմական գործողությունը, բայց կպարտվի եւ մենք հնարավորություն կունենանք այդ ռազմական գործողություններից պատվով դուրս գալ, ապա միգուցե նույնպես տեսական առումով հնարավոր չէ, որ ես շատ լավ հասկանում եմ, թե պատերազմի գինը ինչքան բարձր է։ Այդ երկու հարցերի շուրջ պատասխանը հստակ չկա։ Եվ այդ առումով կան որոշ դիվիդենտներ, բայց չճանաչելու դեպքում ռիսկերը ավելի քիչ են, բայց դրա հետ մեկտեղ նաև հասկանալի է, որ այն ձեր ասած նշված այն հնարավորությունները մենք կորցնում ենք, բայց դա այն հանգամանքն է, երբ որ քաղաքական որոշում ընդունելու եւ քաղաքական պատասխանատվության հարցը կա եւ մարդիկ, որոնք որ անցել են պատերազմի միջով, չեն ուզում որևէ ձևով այդքան էլ ոչ հստակ ինչ որ շահեր ստանալով եւ ոչ հստակ նույնիսկ վտանգների այդ ծավալ ունենալով չեն ուզում գնալ ավելի իզուր սրացման։ Դա է գլխավոր տրամաբանությունը, հասկանում եք, եւ այստեղ ռազմական եւ ռազմավարական ֆակտորները ավելի կարեւոր են, քան քաղաքական։ Եվ այդ առումով ես կարծում եմ, որ մենք պիտի շարունակենք քննարկումները այս ոլորտում մեկ, որտեվ դա չափազանց կարևոր հանգամանք, որտեվ ինչքան էլ վտանգները շատ լինեն, բայց նաեւ մենք պիտի չմոռանանք, որ դա մի հնարավորություն է, որով մենք պիտի օգտագործենք, որտեվ եւ մի կարևոր հանգամանք եւս ճանաչելը նաեւ բավականին լուրջ խնդիր կարող ստեղծի Մինսկի խմբի ֆորմատի շուրջ, որը որ նույնպես Բայց Մինսկի խմբի ֆորմատն ըստ էության սպառել է իրեն։ Ես կարծում եմ Մինսկի չէ, ես մի քիչ քաղաքական հայտարարություններ չանենք։ Չէ, ես խոսում եմ։ Մենք ես կարծում եմ բավական անկեղծ փորձում ենք խոսել։ Խնդիրը թիրախ դարձնելը չի, թե ինչի է կարևոր դա պահել։ Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի շրջանակները չեն սպառել մի շատ բարձ պատճառով։ Պետք չի անցալել Մինսկի խումբը որպես մի կառույց, որը պիտի լուծի հակամարտությունը։ Հակամարտությունը գրեթե տեսական անարով մոտակա տարիներին պարզապես անլուծելի է, պարզապես ելնելով էթնոքաղաքական կոնֆլիկտների դինամիկայից։ Ես չգիտեմ որևէ այդ աստիճանի էթնոքաղաքական կոնֆլիկտ մոտակա ժամանակներում, միգուցե ասենք Դեյտոնյան հանգամանքը, բայց դա մի քիչ այլ տարբերակ է, ավելի եւս Դեյտոնը Հայաստանի Ղարաբաղի դեպքում փորձեցին օգտագործել Key-West-ի չհաջողված այդ տարբերակով։ Հետևաբար Մինսկի խմբի ճնշման միջոցով արտաքին ուժերի կոնսենսուսի, ասենք, իրավիճակում փորձել ստիպել կողմերին դա վերջի անգամ կողմերին իսկապես փորձում ինչ-որ մի բան պարտադրեն Key-West-ում եւ միգուցե ինչ-որ մի բան Ռամբոյում, բայց դրանից հետո ոչ մի իրավիճակը կարդինալ այլն է եւ այդ առումով ես ասում եմ, որ արտաքին ուժերի ազդեցությունը այս առումով կարդինալ տարբերում նրանից 10 տարի առաջ։ Վերադառնալով Մինսկի խմբի շրջանակներում, Մինսկի խմբի ֆորմատը հանդիսանում է հայկական կողմերի համար լրացուցիչ անվտանգության լծակ եւ հնարավորություն։ Մենք պիտի մոռանանք դիտարկենք Մինսկի խումբը որպես մի հույս կամ սպառնալիք,
ոնց ուզում ենք, որ կարա նպաստի վերջնական կարգավորումը։ Վերջնական կարգավորումը անհնար է, քանի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի հասարակությունները եւ քաղաքական էլիտաները պատրաստ չեն գնալ ինչ-որ լուծման։ Իսկ դա տեսական առումով ես նույնիսկ մոտակա տարիներին չեմ կարա տեսնեմ։ Հետևաբար արտաքին այդ ֆորմատը միայն եւ միայն մեծ դեպքում, Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Փարիզի համար դա ֆորմատը, որով որ իրանք փորձում են վերահսկել կոնֆլիկտը։ Տարբեր ձևով կարանք ասել, տարբեր գնահատականներ, դրա մասին չի խոսքը։ Մեզ համար դա լրացուցիչ ինչ-որ մի փաստարկ է, մի ռեսուրս է, որով մենք կարանք նաեւ պատերազմի չվերահսկման հանգամանքի հարցը լուծել մեկ, երկրորդը նաեւ թույլ չտալ, ասենք, Թուրքիայի բավականին աճող հնարավորություններով ավելի ներգրավվածության այս հարցում։ Հետևաբար, եթե այս հանգամանքի, այս ռազմավարական, ես կարծում եմ, կտրվածքից նայենք, դա մեզ համար ոչ պակաս կարևորություն ունեցող հարցը, քան ասենք պարզապես ռազմական բալանսի կամ պատերազմի չվերահսկման հարցը, եւ ես այդ պատասխանը իսկապես չունեմ, թե արդյոք մենք պիտի ինչ որ վտանգի տակ դնել պիտի այս հարցերը միայն ինչ որ մի մեզ համար հաճելի, ասենք, քայլ անել համար։ Բայց դրա հետ մեկտեղ նաեւ պիտի չմոռանանք, որ նաեւ կարելի է գտնել, ասենք, տարբեր աստիճանների դանդաղ ճանաչման հանգամանքը կամ լծակը, որը որ ես կարծում եմ շատ էֆեկտիվ է եւ մենք պիտի օգտագործենք։ Առաջինը, ասենք, Ադրբեջանի Սաֆարովի ժամանակ օդանավակայանի հետ կապված կամ ասենք շփման գոտում յուրաքանչյուր ինչ որ ինցիդենտի դեպքում մենք պիտի փորձենք այդ ճանաչման գործընթացը ավելի ակտիվացնել։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է ոչ միայն խորհրդանական լսումներ, դա նշանակում է նաեւ որոշ քայլեր, որոնք որ չեն հանդիսանում պետական միջև ճանաչում, բայց կարան հանդիսանան ինչ որ այդ գործընթացի սկիզբ, ասենք ինչ որ ռազմավարական ինչ որ պայմանագրի կամ ինչ որ այլ ձևի այդ քայլեր Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև։ Եթե հիշում եք այն փոփոխությունները, որոնք որ արվել էին խորհրդարանում միջազգային պայմանագրերի մասին, նաև վերաբերվում են այդ հարցին։ Հետևաբար այդ ոլորտում մենք պիտի աշխատենք, որտեղ նույնպես այդ ճանաչման կամ ասենք այդ ինչ որ ստուպենչտի այդ աստիճանական այդ ճանապարհը պիտի մենք զարգացնենք, այդ թվում նաև վերլուծական, ասենք, քննարկումների մակարդակով հասկանալով, թե որ տարբերակն է մեզ համար ավելի ճիշտ։ Եվ իհարկե ես նաև հասկանում եմ մի շատ կարևոր հարց եւ դա բավականին լուրջ խնդիր է եւ ասենք պետական մակարդակով եւ շատ հաճախ արտգործնախարարության մակարդակով, որ որոշ հարցերին պետք է նաև իհարկե ոչ այսքան ես կասեի բարդ պատասխաններ տալ, բայց նաև պիտի բացվեն այդ ասենք տերմինները, որտեվ մի բան ասել, որ մենք չենք ճանաչել, պետք չի ճանաչել, որտեվ դա վտանգավոր է, մյուս բանը փորձել բացատրել, թե ինչի է դա վտանգավոր։ Դա խնդիր է, որը որ պիտի, ասենք, խոսնարկների կամ նաև պետական, ասենք, որոշ գործիչների կամ ներգրաված այս հարցում ներգրաված, ասենք, խորհրդանի անդամների միջոցով ավելի հստակեցնի եւ Սփյուռքի համար եւ մեր հասարակության համար եւ նաեւ փորձագիտական դաշտը, որ փորձի հասկանա, թե արդյոք իրանք մտածում են կամ աշխատում են ճիշտ ուղղությամբ, թե ոչ, որտեվ հասկանալի է, որ այս հարցը, որը որ ունի այդ անորոշությունը ոչ միայն ընդհանուր process-ում է, այլև ներսում։ Իհարկե։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, շնորհակալություն ձեր ժամանակի համար, հուսով եմ, որ մնացած շաբաթները նույնպես արդյունավետ կլինեն Վաշինգտոնում։